Մի ունի 28 հատ գառնիներով։ Սիրեկը անասնապահ։ Ես անասուններին, խորս, բայց ես ոչխարների չեմ տղես ես տղանքի ջտե, տղես սիրում է, մենք էլ շտե հետը օգնում ենք հիը։ Իսկ ընտրությունների վերաբերյալ ինչ ակնկալիքներ ունեք։ Ինչ ասեմ, աղջիկ ջան, որ պետք է անցնի թող մենակ կցանկանամ, այսինքն պես բան է, որ հեշտմար չի թե որով կանցնի, ով չի անցնի։ Ցանկություններս մենակ այն է, որ մարդիկ լավ բան ունեն, այս փոքր ազգի մար, ինչ որ տեսել ու կորցրել ենք, չկրկնվի։ Ձեր համար ամենակարևոր առաջնային խնդիրները։ Խաղաղությունն է առաջնահերթ, բան չունի, բայց ենք այնպես չէ որ մենակ ենք խաղաղություն ու սովամայան ենք հասնակը։ Շատ բաներ կա։ Օրինակ մեր գյուղը մի գյուղի մեջ է, հենկան շատ խեղճ գյուղ է մեր գյուղը։ Ոչ մի առավելություն չունի, ոչ մի։ Ես ոչ ուզում եմ քննադատեմ այս կառավարությանը, ոչ նախնիներին, ոչ նրանց, պետք է ոռոգում էին, մանկապարտեզային, գազենային, հետո այնպես եղավ, որ մեր գյուղից թռիչքային թռավ Եղարիբ Ջանյան, շինվավ։ Ես իմ թորնիկներից տանում եմ Պայանդուր, ամեն օր մեր մեքենայով տանում բերում եմ, ես հետագ մենք գյուղում ենք, դուրս չենք ելնում։ Իսկ դպրոց կա։ Դպրոց ունենք, դա հենց ցիկ դպրոցն է, որ նոր հենց մին դրա տարածքն է։ Գետքում ընտրելու իրավունք ունեցողների թիվը 453 է, քվեարկությանը մասնակցել է 65%-ից ավելին, քանի որ տեղամասում ընտրողների թիվը փոքր է, տեղադրված է միայն մեկ քվեախցիկ, դպրոցը, որտեղ գտնվում է ընտրատեղամասը, Ախուրյան խոշորացված համայնքում փակվող 11 դպրոցներից մեկն է։ Բայց այն գյուղը, որ նոր դպրոց չունեցավ, ես պես եմ հասկանում, ուրեմն այդ գյուղը գոյատևելու իրավունք չունի։ Գյուղ կոչվելու իրավունք, ում դիմենք, բա չենք դիմեմ։ Ինչի հեմի ով ում դիմազնի ուր հասնեմ որ, ով ինչ ուզեց այն մեն էլի։